Անահիտ Աստվածուհին հայրենիք վերադարձավ անկախության օրը եւ դարձավ նոր անկախ Հայաստանի մշակութային կյանքում բեկումնային։ Ըստ բրիտանական թանգարանի կայքի Անահիտի պաշտամունքային արձանի այս գլուխը գտնվել է 1870-ականներին Էրզրումի Սաթալա բնակավայրում։ Մի քանի հնավաճառներ այն ձեռքից ձեռք են փոխանցել։ Ի վերջո Անահիտի կիսանդրին բրիտանական թանգարանն է ձեռք բերել։ Մինչ այս Անահիտի բրոնզաձույլ արձանը երբեք Հայաստանում չէր ցուցադրվել։ Հայաստանի անկախության օրվանից սեպտեմբերի 21-ից սկսած Անահիտը 6 ամիս ու 21 օր ցուցադրվեց Հայաստանի պատմության թանգարանում Մայր Աստվածությանը վերաբերող նմուշների հետ, կրելով Մայր Աստվածություն Անահիտից Մարիամ խորագիրը։ Այն դարձավ անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաշատ այցելված ցուցադրությունը, ունենալով ավելի քան 55,800 այցելու։ Շատ կարևոր էր արձանագրել, որ եղել է նաև կրկնակի, եռակի, նաև շատ անգամ այցելություններ, որը թանգարանի ամենակարևոր խնդիրներից մեկն է լուծում, սա ձևավորում է թանգարան այցելելու կարևոր մի մշակույթ։ 20-ից ավելի տարբեր միջոցառումներ, 160-ից ավելի լրատվական եւ նաև զանգվածային լրատվության արձագանքներ, նոր հուշանվերային տեսականի նաև համագործակցության միջոցով հրատարակվել է ցուցահանդեսի անգլերեն պատկերագիրքը եւ ընթացքում է նաև հայերեն պատկերագրքի պատրաստումը։ Պատմության թանգարանի տնօրինությունից հայտնեցին, որ ցուցահանդեսից գոյացած միջոցներով փակվել են բոլոր ծախսերը։ Նաև դրանց հաշվին թանգարանը ձեռք է բերել նոր սերվերային համակարգ, որով հնարավորություն կլինի ստեղծելու թվային բովանդակություն։ Իդեպ ցուցադրությունը կազմակերպելու համար արվել է վերջին տասնամյակներում Հայաստանում ցուցադրությունների համար իրականացված ամենախոշոր ներդրումը։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից էլ փաստեցին, որ այս ցուցադրությունը դրականորեն է ազդել հանրության կողմից թանգարաններ այցելելու ցուցանիշի վրա։ Կարող եմ ասել, որ այդ գործընթացը բավականին հեշտացել է եւ արդեն իսկ մենք ամենտեղ կարողանում ենք ասել, որ ունեցել ենք նման լուրջ համագործակցություն բրիտանական թանգարանի հետ, որը մեր համար արդեն ավելի շատ դռներ է բացում։ Եվ այլ հեղինակավոր թանգարաններ, երբ որ տեսնում են այս համագործակցության փաստը, ավելի պատրաստակամ են դառնում մեր հետ աշխատելու process-ում։ Մայր Աստվածություն Անահիտից Մարիամ ցուցադրության ընթացքում, ինչպես նշեցին կազմակերպիչները, Հայաստանը ստիպված է եղել ընդունել անվտանգության եւ լոգիստիկ նոր կանոններ, որը նույնպես դրական է ազդում միջազգային համագործակցություններ ստեղծելիս։ Հայաստանում Բրիտանիայի դեսպանը նկատեց, որ այս ցուցադրությունով տեսանելի էր Անահիտ Աստվածուհու մշակութային կարևորությունը Հայաստանի համար։ Այս ցուցադրությունը առանձնահատուկ հնարավորություն է Հայաստանի ժողովրդին կապվել իր մշակութային ժառանգության հետ, ինչպես նաև ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների համար լավ հնարավորություն էր ճանաչել Հայաստանն ու Հայաստանի հնագույն քաղաքակրթությունը։ Մեջբերումներ պատմական էջերից, պատմական փաստեր հին հայկական սովորույթներից։ Ցուցադրության պաստառները պատմում էին հայկական մշակույթի մասին, ընդգծելով մոր եւ կնոջ պաշտամունքը հայկական ինքնության եւ մշակույթի մեջ։ Դրա լավագույն օրինակներից է նաեւ Մայր Հայաստանի գաղափարը։ Կնոջ պաշտամունքի այսպիսի խորը ավանդույթներ ունեցող մշակույթի համար պատահական չէր, որ ԽՍՀՄ փլուզումից հետո անկախ Հայաստանի առաջին ոսկե հուշադրամը թողարկվել է պտղաբերության, մայրության Աստվածուհի Անահիտի պատկերով։ Թրիսիմե Ավակյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։